Հարգելի գործընկերներ, մեր դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այն չի, որ ով դեմներս դուրս գա, գույքերը ձեռներից վերցնենք։ Մենք խնդիր չենք դնել որևէ մեկի օրինական գույքը իր ձեռից վերցնել։ Մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը իր ձեռից վերցնել եւ վերադարձնել պետությանը, եւ ես էլի ուզում եմ ասեմ, որ այս բոլոր դժվարությունները, որոնց մեջով մենք անցնում ենք, այդ շատ կանխատեսելի էր։ Ոչ միայն այն պատճառով, որ 0-ից նոր ինստիտուտ է ձևավորվում, այլև բառից բուն իմաստով, այսինքն ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ բանի արհմիության դեմ ենք մենք պայքարում, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա։ Ես դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, այսինքն պատկերացնում եք, չէ՞, միլիարդների գույքի մասին է խոսքը, որոնք ակնհայտորեն ձեռք են բերել մարդիկ, որոնք ունեցել են ազդեցություն եւ այդ ազդեցությունների ստվերային եւ չերևացող հատվածներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, բայց այդ ընթացքում նաեւ այդ կտորներն են տեսանելի դառնում։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, ու մեզ իմիջիալոց դրա համար շատ քննադատում են, որ ասում են, այդքան ասցին ապօրինի գույք, ինչ են վերցրել եւ այլն։ Նախ մենք լուսաբանում ենք ինչ ենք վերցրել, ասել ենք հատիկ վերցնելու ենք, դրա համար հատիկ վերցնում ենք։ Էդ էլ է շատ բանի քննարկումների առարկա դառնում, ասում են, վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է։ Գրել են, որովհետև ասել ենք հատիկ, կարող է պարզվի երկու զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ, այո, եւ առանձնատունը, եւ կոկորդիլոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք։ Հարցը այդ չի, եւ իմիջիալոց էլ եմ ասում, մեզ նույն քաղաքական դաշտում մեզ շատ քննադատում են, ասում են, որ այ ապօրինի գույքով ինչ խոստացել էին, չարեցին կամ պատշաճ չափով չարեցին, բայց մենք միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում դա կա եւ շարունակում է մնալ։ Ոչ մեկ չի ասում իրանք լավ չեն բռնագանձել, մենք կգանք ավելի լավ կբռնագանձեն։ Ասում են, այ տեսեք իրանք չեն բռնագանձել եւ վերջակետ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք Հայաստանի Հանրապետությունում, ով այդ օրակարգը վերցրել է, որդեգրում է եւ շարունակում է եւ հետեւական տանում է եւ մենք այլևս վճռաբեկ դատանի վճռով դա այլևս կայացած ինստիտուտ է եւ մենք չենք ուզում աչքաչափով ոչ մեկի ունեցածը իր ձեռքից վերցնենք, ոչ մեկի ունեցածը չենք ուզում իր ձեռքից վերցնենք, մենք ուզում ենք իրանց չունեցածը, բայց իրանց տիրապետության տակ ապօրինի գտնվող իրանց ձեռքից վերցնենք եւ վերցնելու ենք եւ վերցնում ենք եւ վերցրել ենք եւ դեռ շատ բան կա վերցնելու ու հանգիստ հանդարտ կվերցնենք շտապելու ոչ մի բան չկա որովհետեւ այդ առանձնատները դղյակները ոչ միտեղ չեն փախնի ոչ միտեղ ոչ օրինական ոչ ապօրին ճանապարհով իրանց հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունից դուրս հանել եւ ինչալոց նրանք որ դուրս են հանել մենք արդեն նախադեպել ունենք որ Միացյալ Նահանգների գործընկերների հետ համագործակցությամբ մենք արդեն նախկինում կառավարության անդամ հանդիսացած մարդու Միացյալ Նահանգների առանձնատան վաճառքի եւ գումարները վերադարձնելու process-ի մեջ ենք բայց երբ որ կգա տեղ կհասնի էլի ենթադրում ենք կառավարության որոշում պետքա դառնա դա էլ առանձին դրան կանդրադառնանք այս պահին դրան չեմ ուզում մանրամասներ ներկայացնել բայց եթե դուք ունեք նոր տեղեկություն Շնորհակալություն պարոն վարչապետ կարճ ուղղակի նշեմ որ էլի ազգային ժողովի քննարկումները հիշողությանս մեջ թարմ են, բայց անընդհատ քննարկվում էր համակարգային կոռուպցիա երևույթը եւ ես կցանկանամ այսօրվա քննարկվող հարցի համատեքստում հենց նշել, որ համակարգային կոռուպցիայի մասին հենց այսօր խոսեցինք, հենց նոր։ Երբ որ մի հողամասի վերաբերյալ խոսելիս մենք խոսեցինք եւ քրեական վարույթի մասին, որի մի մասը միջդատական վարույթում է, որը մի մասը դատարանում է, խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքով արդեն կայացված վճռի մասին, նույն անձանց խմբի վերաբերյալ եւ հաշտության մասին։ Այսինքն մեր գործիքակազմը, որը կիրառում ենք ապօրինի ծագում ունեցող գույքը վերադարձնելու, իսկ խոսքը միայն վարչության աշխատանքի մասին չի, այլ համակարգային երևույթները փաստագրելու եւ դրանց պատշաճ իրավական գնահատական տալու մասին է։ Ազգային ժողովում այդ հարցը այս երկու օրը շատ քննարկվեց, բայց ես կցանկանայի հենց այս հարցի շրջանակներում ընդգծել, որ սա կարելի ասել առաջին դեպքն է, երբ մենք նման համակարգային արդեն իրավիճակ ունենք։ Քրեական վարույթով, հաշտություն
ողջունով եւ վճռով։ Շնորհակալություն։ Մեցեք տիկին գալ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ մենք աշխատանքային քննարկում ենք ունեցել ապօրինի գույքի կառավարման կոնցեպտի հետ կապված, ուզում եմ ասել, որ դրանից հետո նաև աշխատանքային ներքին քննարկումներ են տեղի ունեցել գործընկերների հետ եւ կոնցեպտը իրականություն դարձնելու ուղղությունները արդեն ըստ էության մշակված են, ուրվագծված են, պետական գույքի կառավարման կոմիտեում պետք է ստեղծվի համապատասխան վարչություն, որը պատասխանատու է լինելու գույքի կառավարման ծրագրեր մշակելու եւ այս ուղղությամբ նաեւ հաշվետվողականությունը ապահովելու համատեքստում։ Եվ սա այն կարևոր հրամայականն է, կարծում եմ, որ մենք պետք է իրականություն դարձնենք ու նաեւ ուզում եմ նշել, որ ապօրինի գույքի հանրօգուտ նպատակներով կառավարումը որպես գործողություն նախատեսված է նաեւ վիզաների ազատական անցման ծրագրում եւ մենք պետք է դա օր առաջ կատարենք։ Այստեղ մի գաղափար կարող է ապօրինի գույքի հետ կապված դրամական միջոցները ոչ թե մեր այն միասնական հաշվին կարող է իմաստ ունենա հենց զուտ ապօրինի գույքի հետ կապված առանձին հաշիվ ունենալ, որպեսզի ըտեղ էլ տարբերակվի համեց Վերականգնված միջոցների միասնական հաշվում հենց ներառված են ապօրինի դրամական միջոցների, ձեր ասած տրամաբանության մեջ է կառավարության որոշումը շարադրված, սա այն հաշվեհամարն է, որտեղ գեներացվում են քրեական վարույթներից եւ հայցերից ձևավորված գումարները։ Հիմա դա այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ այդ հաշվի գումարները ապօրինի գույքեր են, որոնք վերադարձվել են պետության։ Այո, դրամական միջոցներ, պարոն վարչապետ։ Մենք նաև քննարկել ենք այդ միջոցները ավանդային հաշվում կուտակելու հնարավորությունները եւ առաջիկայում նաև նման առաջարկներով հանդես կգանք։ Համեցեք բանտես։ Նույն բանն է ուզում ասել, պարոն վարչապետ, դուք առաջարկեցիք, որ ունենանք մի trust fond, որի հիմնական միջոցները չենք ծախսի, այսինքն կկուտակվի եւ միայն տոկոսները կծախսենք ու դա կլինի մշտական աշխատող մեխանիզմ։ Շատ լավ, շատ լավ։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար